Նոյեմբերի 21-ը հեռուստատեսության համաշխարհային օրն է։ Այսօր խոսելու ենք մեր հեռուստատեսության մասին։ Արցախի հանրայինը միշտ դատապարտված է եղել լինել զինվոր, զորական եւ դատապարտված է եղել խիզախումի։ Հեռուստատեսության գործունեության վերականգնման ջատագովներից եմ եղել։ Ես կարծում եմ, որ Արցախապահպանության, Արցախ գաղափարի պահպանության եւ մեր միասնականության պահպանման հարցում Արցախ հեռուստատեսությունը շատ մեծ դեր ունի։ Արցախի անվան եւ Արցախի ժառանգության վառ պահելու խնդիրը լուծում այսօր Արցախ TV-ին։ Արցախի հեռուստատեսությունը մեր բոլորիս տունն է, մեր հավաքական հիշողության կրողը։ TV չէ իր դասական իմաստով, այլ գաղափար է, ինչի շուրջ համախմբվել են մարդիկ, ովքեր հույս ունեն եւ հավատ ունեն վերադարձի եւ Արցախ TV-ն էլ հենց այդ հավատը ներշնչող լուսավոր կետն է մեր օրերում։ Կարևորում եմ, որ մենք այսօր էլ կարողանում ենք Արցախի հանրային հեռուստատեսության միջոցով հանրությանը հասցնել վերադարձի մեր իրավունքների պաշտպանության գաղափարախոսությունը, որևէ տեղ հրաժարվելով Արցախից, որևէ տեղ հանելով Արցախ անունը, մենք փաստացի փակում ենք Արցախի հարցը։ Դրա համար շատ եմ գնահատում այն ճիգերը, որը ձեռնարկում է Արցախի արցախցիները, Արցախի դարդով, այսպես ասենք, ապրող մարդիկ, որոնք փորձում են այս որոշակի մնացած կառույցները պահպանել։ Շատ դժվար է լինել այնպիսի մի երկրի խոսափող, որը այսօր ցավոք քարտեզով մեկ այլ երկրի է պատկանում, որը երբեք միջազգայինորեն ճանաչված չի եղել, որը օկուպացված է, բռնազավթված է, եւ լինել այդպիսի երկրի խոսափող, դա ոչ միայն առաքելություն է, այլև խիզախություն է։ Արձագանքները խոսում են այն մասին, որ հեռուստատեսության գործունեությունը պահանջված է եւ արցախցիների համար այն կարեւոր է։ Բացառիկ պրոֆեսիոնալ աշխատանք է արվում, արդեն որպես մասնագետ կարող եմ դա նշել։ Արցախ TV-ում հավաքված են այնպիսի մասնագետներ, ում շատ հեռուստաընկերություններ կերազեին իրենց շարքերում տեսնել եւ սա շատ կարեւոր հանգամանք է TV պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից։ Հաղորդումները, որոնք հույս են տալիս արցախցիներին, որ կարող են այստեղ եւս շարունակել ապրել, արարել ու դեպի առաջ նայել, շատ կարեւոր է։ Ես ավելի շատ կուզենայի տեսնել արցախցիների առօրյան, արցախցիների կենցաղից, այսինքն տեսնել մարդիկ ոնց են պահպանում արցախյան բարբառ, արցախյան ավանդույթները։ Իմ գործընկերներին այսպես հայտնում եմ իմ աջակցությունը ու կարծում որ իրենք պիտի զբաղվեն ավելի շատ ու առավել շատ արցախցիների սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական խնդիրների լուսաբանմամբ, որպեսզի արցախցիները ավելի վստահ լինեն Հայաստանում, ավելի այսպես լսելի դարձած լինեն Հայաստանում իրենց կյանքի այսպես գործունեության ընթացքում։ Արցախի ժողովուրդը ունենա հնարավորություն օրը սկսել Արցախի հեռուստատեսության հետ եւ օրը ավարտել Արցախի հեռուստատեսության հետ։ Եթե մենք կարողանանք հասնել դրան, ապա ես կհամարեմ, որ գերական նպատակը Արցախի հեռուստատեսության հետ կապված կատարված է։ Շատ լավ կլիներ, որ լինեին աջակիցներ, հովանավորներ, որոնք կանգնեին հանրայինի կողքին եւ ստեղծվեին բոլոր այն հաղորդումները, որոնք ստեղծվել են առաջի պատերազմից հետո եւ մեզ դարձրել էին ինքնավստահ։ Մենք բոլորս պարտավոր ենք լինել Արցախի հեռուստատեսության կողքին, ձեր կողքին, որովհետեւ դուք մենք ենք։ 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո արցախցիները կարողացան պահել միայն իրենց հավաքական հիշողությունն ու պատմությունը, նաև Արցախ TV հարթակի միջոցով։ Մեկ տարի առաջ հունիսին, երբ մենք որոշեցինք վերաբացել Արցախի հեռուստատեսությունը, առայժմ գոնե միայն սոցհարթակներում, մեզ շատ ոգևորեց հենց ձեր արձագանքը, սիրելի հեռուստադիտողներ։ Միշտ սիրով եք մեզ քննադատում, շատ քիչ գովում, միշտ ակտիվ եք, բայց միայն տեսախցիկի մյուս կողմում։ Դուք շատ խնդիրներ ունեք, բայց երբեք չեք ուզում խոսել դրանց մասին։ Մեզ համար դժվար է ձեզնից մեկնաբանություն ստանալը։ Դուք սիրում եք այն միայն գրել։ Բայց մենք միշտ շնորհակալ ենք թեկուզ այդ ձևով մեր կողքին լինելու, աջակցելու համար։
Արդեն 1.5 տարի է մեր փոքրիկ թիմը դժվարությամբ, բայց կարողանում է հերոսներ գտնել, թեմաներ բարձրաձայնել, շատ հազվադեպ ֆինանսներ հայթայթել։ Միայն մեկ նպատակով՝ Արցախ հիշեցնող գոնե այս հարթակը պահելու համար։ Դուք այդ ամենը չեք տեսնում։ Դուք տեսնում եք միայն արդյունքը։ Իսկ մենք շատ բան ենք տեսնում։ Գուցե շատ բաների մասին չենք կարողանում խոսել, բայց ձեր առջև մեր պատասխանատվությունը զգում ենք միշտ։ Մեկնաբանեք, սրտիկեք, տարածեք, քննադատեք, բայց մնացեք մեզ հետ։